Հիմա մենք ավարտել ենք հատվածի վերջին շրջանը, սակայն ունենք մի փոքր խնդիր։ Այն իդեալական չէ։ Ինչպես տեսնում եք, առաջին եւ վերջին հատերի միջև բաց կա։ Որպեսզի հարթեցնենք այդ բացը եւ մեր կտուցը միատարր տեսք ունենա, մենք կատարելու ենք անտեսանելի ավարտման տեխնիկա, որպեսզի շրջանը հարթ լինի։ Սա անելու համար պատրաստում ենք շրջանի վերջում ստեղծել կեղծ հորիզոնական V կամ կեղծ հատ։ Պարզապես համոզվեք, որ ասեղը ձեր ձեռքի տակ է, քանի որ մեզ այն պետք կգա այս տեխնիկայի համար։ Տեխնիկայի առաջին քայլն է կտրել թելը։ Այսպես կարելու համար։ Կարևոր է, որ թողնեք բավարար երկարությամբ թել, տեխնիկան ստանալու, այնուհետև կտուցը կարելու համար։ Ընդհանուր կարելու համար մոտավորապես 15 սանտիմետրը բավական է, սակայն եթե մտադիր եք այն կարել մարմնի վրա, ապա չափեք այսպես 3 օղակ և նոր կտրեք։ Ես պատրաստվում եմ կտրել այն այս երկարությամբ։ Հետո զգուշությամբ դուրս ենք բերում հելունը, թողնելով, որ օղակը մեծանա այնքան, մինչև թելի վերջը լիովին դուրս գա վերջին օղակից։ Հելունը այլևս մեզ պետք չէ, կարող ենք դնել մի կողմ։ Հիմա թելը անցկացրեք ասեղի մեջ։ Մենք ունենք ամրակ առաջին հորիզոնական V-ի տակ։ Մենք ուզում ենք անցկացնել ասեղը այս շրջանի երկրորդ հորիզոնական V-ի տակով, այսինքն ոչ թե այն, որը նշված է կապույտ ամրակով, այլ այն կողքի գտնվող ամրակում։ Այսինքն ամրակով հատը բաց ենք թողում, կողքի ամրակում մտցնում ենք մեր ասեղը։ Բայց մինչև թելը անցկացնելը եկեք հանենք այդ ամրակը, քանի որ այն խանգարում է, հետո ամբողջությամբ անցկացրեք թելը։ Հիմա մեզ մնում է միայն մեկ քայլ, պետք է ասեղը անցկացնենք այն նույն հորիզոնական V-ի տակով, որտեղից սկզբում թելն է դուրս գալիս։ Լավ, նայեք ձեր աշխատանքին, տեսեք, թե որտեղից է դուրս գալիս թելը։ Մենք անցկացնելու ենք ասեղը հենց այդ V-ի անձև հետևի օղակի տակով։ Երբ ավարտեք այս վերջին քայլը, կտեսնեք, որ ստեղծել ենք կեղծ հորիզոնական V, և այդ բացը հարթեցված է։ Այժմ թելը մի փոքր քաշեք, համոզվելու համար, որ այդ կեղծ V-ն համաչափ է մնացածի նման։ Ահա, իմ արհեստասեր ընկեր, սա էլ այն մասին, թե ինչպես կատարել անտեսանելի ավարտման տեխնիկա ձեր աշխատանքի եզրագծին, որպեսզի ստանանք իդեալական արդյունք։ Այ այսպես։ Ինչպես տեսնում եք, իդեալական է։ Այսպես, անցնենք հաջորդ տեսանյութին։